Ցավոք սրտի մինչև այսօր թանգարանը դեռ շենքի խնդիր ունի եւ մենք բազմաթիվ առաջարկներով դիմել ենք կառավարություն, որպեսզի շենքի հարցը լուծվի, որովհետեւ այս ցուցանմուշներն ուղղակի, այսպես ասած, պահեստի պես պահեստավորված են ֆոնդերում եւ ցուցադրել չենք կարող։ Իհարկե, մենք յուրաքանչյուր տարի բազմաթիվ ժամանակավոր ցուցադրություններ կատարում ենք տարբեր թանգարանների, տարբեր կազմակերպությունների միջոցով, բայց նաև քաղաքից դուրս Երևանում, Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում, բայց դա շատ քիչ է եւ այդ ժամանակավոր ցուցադրություններով հնարավոր չի ամբողջությամբ ցույց տալ այն ամենը, ինչ պահվում է Շիրակի երկրագիտական թանգարանի ֆոնդերում։ Փորձենք ես ընկերներ ջան, ժողովուրդ ջան, ես էլ իմ կողմից փորձենք այդ տարածքի հարցը համ բարձրաձայնել, համ էլ փորձենք խոսալ թեկուզ անհատների հետ, էլի, ոնց 25000 էքսպոնատ դրած մարդ չի տեսնի, խայտարակություն։ 2018 թվականին կառավարության որոշումով նախկին Գյուլբեկյանի հիվանդանոցի շենքը տրամադրվել է Շիրակի երկրագիտական թանգարանին եւ ինչպես տեղյակ եք, անցյալ տարի որոշում է եղել ավագանու որոշումով շենքը հիմա հատկացվել է Լոզանի համալսարանին, բայց դեռևս այդ հարցները, այսպես ասած, հիմնովին լուծված չէ եւ կոնկրետ չգիտենք թե ինչ ավարտ ունենալու այս պատմությունը եւ նման իրավիճակում էլի նորից ես խնդրանքով եւ նաեւ ինչու՞ չէ բարդրանքով խնդրում եմ Հայաստանի կառավարությանը, ղեկավարությանը ուշադրություն դարձնել թանգարանի շենքի հատկացման հետ կապված հարցին եւ անաբար լուծել այս խնդիրը, որովհետեւ նման ցուցանմուշները պետք է ցուցադրվեն ողջ հանրության եւ հասարակության։ Հա, շատ կներես բանը։ Թանգարանը ում ենթակայության տակ է, կառավարության թե քաղաքի։ ՕԱԿ է, նախարարության ենթակայության եւ Շիրակի մարզպետի աշխատակազմի։ Որ նախարարության։ Կրթության, գիտության, սպորտի մշակույթի։ Հա։ Եղավ, ի նկատի կունենանք, ես էլ անպայման այդ հարցով շատ շնորհակալություն, շատ ձեզ ամեն բարգավաճում, հաջողություն, այսօր էլ լիքը հաճախորդներ, շնորհակալություն։